Ծաղիկները բերել եմ այստեղ աղջիկներս, վլոգը շարունակվում է, երկրորդ մասն է, արդեն կտեսնեք հաջորդ ալիքում, ինչ սիրուն է, երեխաներին քնացրել եմ, Էրիկս դասը անում, այստեղ նոր նկարչություն էր անում, հլը մի հատ տեսեք ինչ սիրուն է նկարում, ես իր ալբոմն եմ նկարչության, դպրոցում արել ամբողջը, ջրաներկով աշխատել, տենց պարզ չի երևում, լնայք, շատ սիրուն է, ես ով է, ես եմ թե Էլինա, ում ես նկարը, լնայք ինչ սիրուն է, 5 աստաց, Աստեղ ոսմին բար, այստեղ 4, այստեղ 5, կենթանիներին է նկարը հանել, տան և վայրի կենթանիներին և տան կենթանիներին, ու գրել եմ, որն ադիկի, որը դամաշնի, մալազեց, դե գրի, վերջացրու, քան երեխեքը քնած են, ես գնում եմ դուրս, ասեցի դուրս եմ գնում, հետո հիշեցի, որ իրեն խոսք եմ տվել, պետք է նկարը շարունակենք, աշխատել նկարի հետ, շատ մանրը տեղ կա, որ ես իրան օգնում եմ, ես էլ իր հետ եմ ներկում, հիմա որ թողնեմ դուրս գնում, վստահ եմ հետս կռիվ անելու, սպասեմ դասերը վերջացնին, փոքր իր հետ զբաղվեմ, նկարենք, ու գնամ դրսից գործերը վերջացնեմ, բախան, հետ քախանել անդա դուրս է գալի, այսօր հիշեմ դեղերը առնեմ, տեսնեմ այդ դեղից էլի կա, մի 2-3 դուք բերեմ, հաճա։ Մամա, еще чуть-чуть остался։ Հա, բալես գրիվ, նկարենք, ես իմ գլխի գալիք լավ գիտեմ։ Այս հրաշք նկարը պետք է ավարտին հասցնենք, որպեսզի պատից սիրուն կախենք, շատ սիրուն է։ Մամա, Ջան, если нормально, если гарет, похож на волка։ Դե դու գրի վերջացրու, որ անցնենք գործի բալես։ Բա աղջիկներ ջան։ Վերջացնի, գնամ մի հատ ինձ համար սուրճ պատրաստեմ։ Еще чуть-чуть остался։ Գրի վերջացրու, որ անցնենք նկարչության։ Մի հատ է սուրճ խմենք ընթացքում։ Դրսում ունենց քամի է։ Չգիտես այս եղանակը ինչ է ուզում։ Ես կոֆետնեմ մի հատ է բեկորս ստուդենտինակ չեմ։ Ջան։ Գալիս։ Էս այ կապալիս։ Մի վարկյան, Էրիկ ջան, հեսա կոֆեն բնեմ։ Գնացինք աղջիկներս։ Սուրճ։ Как пахнет? Ամանց տակա։ Կարող է խմես։ Ինչ։ Չես ուզում սուրճ խմես։ Ուզում եմ ջուր խմեմ։ Ջուր։
Ահա։ կոնկրետ։ Հիմա մաման նստուգում է, տեսնեմ ճիշտ է գրել, թե սխալ, ու անցնում ենք նկարելուն։ Да я немножко поиграю. Բայց առանց ինտերնետ կարում ես խաղաս։ Ага. Ну, только другую. Другую я могу играть. Так. Ջաղջիկները ստուգեցի, երկու տեղ սխալ էր արել, ուղեցինք, հիմա անցնում ենք նկարչության։ Այս նկարի վրա այնքան զգուշորեն պետք է աշխատես, կից տշկաները միշտ պետք է մաքուր լինի, տարբեր գույն վերցնելուց իրան պետք է պարտադիր լվանաս, չորացնես, որպեսզի նոր վերցնես, որ արածդ գործը երևա։ Այսինքն կարմիր գույնով աշխատելուց հետո միանգամից սպիտակը չենք վերցնում, որպեսզի գույները չխառնվի, շատ զգուշորեն ենք աշխատում ու անդադ պետք է մաքրենք։ Քանի դեռ թվերը չի մաքրվել, տեսնում ենք, որը որ թիվն է, պետք է վերջացնենք նկարը, որպեսզի գույները չխառնենք։ Но это так много. Да. Այս մեկը D-ի մեկն է, արդեն չի երևում մաքրվում գույները։ Պետք է գրենք D1։ Дай. Դու գրի, բալես ես կոֆես խմի։ Եմ ջոնի դորը։ И здесь бэби. Սաղի վրա գրի։ Ես Q3-ը։ Նա, գրի Q3։ Q3։ Դրանք երևում է։ Շնիկ 3, որը որ չի երևում, են գրի, բալես։ Больше ничего. Հա, աղջիկներս բավականին աշխատեցինք, նկարեցինք, հիմա իրիկը արդեն հանգստանում է, իսկ ես գնում եմ իր համար հաց պատրաստելու, քանի որ լավ սոված է։ Ահա։ Երեխաներս դեռ քնած են ու դեռ լիքը գործ ունեմ անել, հավաքեմ, մաքրեմ ու անցնենք հաց սարքելու, տեսնենք ինչ տնկեփի այսօր։ Եկել եմ մեր դրախտավայր, որպեսզի լոբի հավաքել։ Հիմա ձեզ ցույց եմ տալիս լոբին, երեխեք մենակ տեսնեք, լնայք։ Արդեն կարելի է հավաքել եւ առաջին լոբով ճաշը եփել։ Մեծերն եմ հավաքում, փոքրերին ձեռք չեմ տալիս։ Դե բնականաբար արդեն տեսնում եք որն է խաղելու ենթակա, սկսում եք խաղել։ Ահա։ Ասենք ուրախությունով լինի։ Առաջի բերքը հավաքում ենք։ Առաջինը լոբին, հետո կարտոֆիլը։ Հələ տեսնենք թե լոբի է, թե անթել։ Բայց որ ընտիր է ստացվել, այդ ոչ մի խոսք։ Եվ իրենց փարկասո կարկուտը չջարդեց։ Նայք։ Ինչ ընտիր է։ Քանի տեղ երևում է, որ խփած է, բայց ոչինչ, էլի շնորհակալ ենք ասում, որ այսքանը պաշտպանվել է ու դուրս է գալիս։ Ընդհանրապես մի հատիկ ենք գցել աղջիկներս։ Հəլստեն նայեք։ Այսօր լոբով ճաշ ենք ուտելու, համեցեք թարմ, քանի դեռ աղջիկս ու տղաս քնած են, արագ հավաքեմ, էլ Հայաթի քաղանի մասին մոռացա։
աղջիկներս ստեղի սեմուշկա եմ ցանել, հələ մի հատ նայեք, արևածաղիկ։ Ոնց է բոյոված է, ոխ։ Իրանց չգիտեմ, դեռ կարելի է տալ թե ոչ, բայց դեռ շատ լավ է։ Հիմա ընդամենը մի երկու տեղից էլ մի փոքր լոբի հավաքեմ ու գնանք, ճաշը պատրաստեմ։ Թողամ 2 օր էլ մնա, արդեն կհավաքեմ ու սարցեխցի կտեղափոխեմ։ Հենց արդեն վարունգ, ասում եմ վարունգ լոլիկ պղպեղ լինի վաճառքի, հա, փակոցների համար։ Սարցեխցիկից կհանենք եւ լովով ճաշեր կպատրաստենք։ Այս տարվա բոլոր պահածոները ինչ որ անենք, բոլորը նկարահանելու եմ։ Այն մի ալիքում համի աշխարհում առաջ համի աշխարհեր անունը կոչվում։ Այդ մի ալիքում լիքը պահածոներ կա, ճաշեր կա պատրաստած, այնպես որ շարունակվելու է, միգուցե կրկնվի, բայց ամեն դեպքում, եթե հինը չեք նայել, կարող եք նորը նայել։ Իրանք շատ նուրբ են, ուրախ տուն եմ գնում աղջիկներս, դատար գալիս եմ, լիքը գնում, ահա, ստեղ ինչ էի ուզում անեմ, բայց արևը լավ վառում եմ, են բազուկներն եմ ուզում ջրել, հիմա գնամ ճաշը տնեմ էփին ու նոր անցնենք հաջորդ գործին։ Ստեղից էլ համեմ ենք խաղում, որպեսզի նորից հետ չգամ։ Կողքերից եմ խաղում, որ սերը մեն լինի էլ ինքը կարողանա։ Իրանք, որ ինձ թվում է կեսուրս մեկ-մեկ է ցանել, այծելնի, որ ավելի լավ ստացվի։ Որ խիտ ես ցանում, դուրս է գալի, բայց ոչ այնպես, ինչպես որ դու ես ուզում։ Ես էլ համեմը գնանք Սամիթ էլ վերցնեմ։ Սոխ էլ տանը կա, նու գլուխ սոխ։ Ռեհանը դեռ լավ չի մեծացել։ Տեսնեմ մաղադանոս կա, թե չկա։ Հələ փիփերթին նայեք, ընդամենը 2 թուփա ճանաչում եք փիփերթին, թե ոչ, գնանք այն կողմից տենամ կա մաղադանոս, չկա, ստե պետք է լավ քախանանեմ աղջիկներ ջան, հələ նայեք տանձը ոնց է թափում, չի էլ թողնում մեծանա այս քամին, թեղի ասենց, այս տարի բերք չկա ընդհանրապես, մի քանի տանձը, դու սարիլաջուր բաս ստեղից, շուշուտ, կեզ էլ ստեղ չտենամ, շուշուտ, այը տենց, ասում են Աննա ջան, շանը մի թող հողամաս, մազերը շատ վտանգավոր է, դե հիմա մաս չի թափում, բայց ամեն դեպքում շունա, այստեղ գործ չունի, դուք ասում եք, ես լսում եմ, ահա, Սամիթ էլ հավաքեմ ու գնանք տուն, Սամիթի հոտն ենց անուշ է գալի, չիկներս բա համեմին եմ, Սամիթն էլ արդեն լավ հավաքել եմ, սարցեխցիկ եմ ուղարկել մի 2 լավ այսպես լիքը ցելոֆան, որ ձմռանը թարմ կանանչ ունենանք, թե տոլմի համար հարմար ճաշերին, եմ որ տեղը տեղին ուղարկել եմ սարցեխցիկ, Հավերին նայեք, հավերին, այսօր թողել ենք դուրս, սովոր են տարածքին, առաջ անգամ դրսում են,
Տեքրս ստեղ ամբողջովին մաքրել է, սիրունացրել, 2 ձու էր բերել։ Այ, կռիսը փոխով։ Բնականաբար չենք, բնականաբար կռիս պետք է լինի, որովհետև խոսք կա։ Աղջիկներս արդեն սոխարած եմ անում, լոբով ճաշ եմ էփում, լոբին մաքրեցի, լվացի, ինչպես տեսնում եք, թելով չի, շատ փափուկ, շատ նուրբ լոբի է, դեռ ինքը մեծանալու տեղ ուներ, բայց այն որ ասում ասիրտ լոբով ճաշ էր ուզում, ասեցի, առաջի անգամ պատրաստենք, պատրաստ կլինի, կմիանամ ձեզ։ Ավելացնում ենք կարմիր պղպեղ, սոխ արդեն լավ կարմրել է, մի փոքր սոխին աղեմ անում, որպեսզի ավելի համեղ ստացվի։ Կարմիր պղպեղ ավելացնելուց հետո մի անգամից ջուր ենք ավելացնում, որպեսզի կարմիր պղպեղը չվառի։ Ինքը անուշ կարմիր գույն ստանա ճաշը։ Իսկ որ կարմիր պղպեղը վառում է, էլ գույն չի ստանում, մի տեսակ վառված է համագարի։ Հիմա ինչ ենք անում, կարտոֆիլն ու լոբին իրար հետ եմ ավելացնում, որովհետև կարտոֆիլն էլ աշուտ երբվում, լոբին էլ այդպես չոր լոբի չի, որ 10 ժամ սպասեմ և պետք է երբվի, մի անգամից 2-ն իրար հետ ավելացնելու եմ։ Կարտոֆիլը ես միշտ սուպերի մեջ շատ եմ անում, որովհետև իմ երեխեքը կարտոֆիլ ավելի շատ է ուզում, հատկապես Արսենը, առատ պետք է լինի կարտոֆիլը, Գյորգին չի ուզում ճաշի մեջ կարտոֆիլ շատ, իր կարտոֆիլները տալիս է Արսենին։ Մեկը շատ է սիրում, մեկը քիչ է սիրում, մեկը ընդհանրապես չի սիրում։ Լոբին ու կարտոֆիլը ավելացնում եմ։ Մի անգամից ջուր եմ ավելացնում, շատ քիչ ջուր կավելացնեմ, որ արդեն տեսնում եմ, արդեն երբում շիրեն դուրս է գալիս, նորից կավելացնեմ։ Իսկ ես գնում եմ մնացած գործերը վերջացնում եմ, համեն լուսամիտները բանամ ու անցնեմ դուրս։ Ճան, կամպետամ։ Ես ատամ կյանքս։ Մեկը քեզ, մեկը Արսենին, մեկը Էրիկին։ Արսենին ու Էրիկին է դուր։ Մարիան ու Սաֆիանը տանը չեն, չասեք ինչու իրան շտպիկ։ Ստաբրապում են գնացել, երեկոյան արդեն ծոն կվերադառնա։ Հետել էդպես սիրուններս։ Շնորհակալ եմ ձեր կոմպլիմենտների համար։ Գրում եք մազերի գույնը շատ է սազում քեզ, սևը քոնն է, ապրեք շատ-շատ, զգացված եմ շատ։ Էսա գալիս է Մարիան։ Ապա անցեր կգան։ Սուսան տատիկին տուն բերեն։ Էսա գալիս են։ Ապրեք շատ-շատ աղջիկները, զգացված եմ շատ։ Էսա Գյորգին գագնան լուստերը բերենք։ Դեղերը առնեմ պարտադիր, որ հենց լավ արև եղավ, մի անգամից սրսկեմ։ Խոտը պետք է քախանեք, նոր այդ դեղը սրսկեք, որ ձեզ ցույց եմ տվել։ Ու այդ տարածքում պետք է ոչ մի բան չցանեք։ Ինչ է ցանեք, դուրս չի գալու, սկզբից ասեմ։ Ուղղակի պետք է այն հատվածը ցանեք, այդ դեղը սրսկեք, որտեղ որ ձեզ ընդհանրապես պետք չի, չեք օգտագործելու։ Հանկարծ տենց կան ծաղիկների կողքը այդ բաները չսրսկեք, ծաղիկներն հետը կչորանա։ Ինձ այդպես ասեցի,
Ու ընդեղ էլ այր վրա գրված է, որ պետքա մենակ դատարկ խոտը լինի, հողը լինի։ Ու ընդեղ էլ 3-5 տարի ոչ մի բան դուրս չի գալիս։ Ճիշտ թե սուտ, բայց այսքան անձրև ա եկել, ընդեղ մի գրամ խոտ դուրս չի եկել, այդ արդեն ողջունելի է։ Իսկ հայաթում այդքան քախան արեցինք, այդքան մաքրեցինք, իմ գնալուց հետո անանելի հայաթում քախան արե, բայց էլի քախանը կա։ Հիմա այդտեղ որ սրսկեմ, այդտեղ էլ խաղողի թփերն ա, չգիտեմ ինչ անեմ, մի քիչ այս կողմը սրսկեմ, որ հանկարծ խաղողի թփերին չհասնի։ Ուզում եմ այդտեղ ծաղկանոց սարքեմ, ուզում եմ այդտեղ, չգիտեմ, խորվածի անկյուն լինի, տարբեր բաներ եմ ուզում, բայց չգիտեմ վերջում ինչ կլինի։ Ներ հիմա ինչ եղավ, աղջիկներ ջան, գնացինք քանի ճաշ է փումա, մենք գնանք դուրս։ Վերևս փոխեմ, որ հանգիստ գործ անեմ։ Ջան, գերար, դու էլ ապրես, դե գնա։ Ինչ է վերցնում, ասում ապրես, ինչ տալիս ես, նո ամեն վարդ չի վերցնում, ոչինչ, հայքի, ամեն մարդը վարդ չի վերցնում, պետքա դու վերցնես իր ձեռքս, ակուրատն ես իրում հայքի։ Դու լավ հասցրեսի լողանաս։ Աղջիկներս լոկով ճաշը արդեն պատրաստ է։ Համեցեք միասին համտեսենք։